Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 18-ը։ Վաղարշաբաթի ընտրություններից հետո տեղի ունեցած խուզարկությունների հետևանքով 5 անձ մեղադրյալի կարգավիճակ է ստացել։ Ընտրակաշարք ստանալու, տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած հաղթանակ դաշինքն այս մեղադրանքը զավեշտ է որակում։ Սամվել Կարապետյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ։ Հիշեցնեմ, նրան դեռ հունիսին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանն այս որոշումը իրավական ահաբեկություն է որակում։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուջեկչյանի վիճակը կտրուկ վատացել է, հայտնել է նրա կինը եւ փաստաբանը։ Ըստ փաստաբանի 45-օրյա ընդմիջումից հետո Վիգենը նոյեմբերի 16-ին զանգահարել է իր ընտանիքին եւ կարճ զրույց ունեցել։ Նա հայտնել է, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է, չի կարողանում քայլել եւ կարիք ունի անվասայլակի ու դեղերի, որոնք իրեն չեն տրամադրում։ Ֆրանսահայ 40 գազམ-ակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել հաջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի եւ այլ հիմնարար իրավունքների արդարադատության միջազգային դատարանի համապատասխան հրամանի 2-ամյակի առթիվ։ Ֆրանսիան եւ Ուկրաինան ստորագրել են պաշտպանական խոշոր նախագահների բնորոշման պատմական համաձայնագիր, որով նախատեսվում է առաջիկա տասնամյակում մինչև 100 Ռաֆալ կործանիչների գնում։ Փարիզից նախագահ Զելենսկին մեկնել է Մադրիդ, այնտեղից էլ ժամանելու է Անկարա, հանդիպելու Թրամփի բանագնաց Ուիտկոֆի հետ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է Միացյալ Նահանգների մշակած բանաձև, որը հավանություն է տալիս Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրին եւ թույլատրում միջազգային կայունացնող ուժերի տեղակայումը։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։